Բաները դու սուս մնայիմ ելույթի ժամանակ ընդհանրապես ձայնդ կտրիր սսկվիր տեղդ Գեգամ Մանուկյան սսկվի ձայնդ չլսեմ իմ ելույթի ձայնդ չլսեմ սսկվի Պարոն Հովհաննիսյան, դուք էլ հարգալից գտնվեք խնդրում։ Ու շարունակեմ ներողություն։ Ու մի հատ էլ գալիս մատ են թափ տալիս հայկական պետականության ու հայ ժողովրդի վրա։ Դե բա փող ենք տվել, իշք ուզենք կանենք։ Կարողա գիտեք այս ձեր օբյեկտն է։ Փող ենք տվել, օբյեկտ եք սարքել այս պետությունն ընդհանրապես։ Կառավարական առանձնատունը մենք ենք սարքել, թքած ունենք հեծի վրա։ Այդ տաշիր պիցաների վրա էլ ոնց որ թքած ունեք, ժողովրդին հաց եք տալիս, որտեղ մտան պարզվեց հակասանիտարական վիճակը։ Տենց եք դուք այս ժողովրդին սիրում, հա? Հայ ժողովուրդը հաց ուտող ժողովուրդ է, դուք այս ժողովրդին ոնց որ ընդհանրապես չեք ճանաչում, դուք լավ չեք ճանաչում։ Ձայնդ կտրիր Գեգամ Մանուկյանի ելույթի ժամանակ քանի անգամ քեզ ասեմ։ Քանի անգամ քեզ շապերդ կգծեմ, հանգստացի։ Պարոն Մանուկյան, լրեք։ Հանգստացիր Գեգամ Մանուկյան, սուս մնա։ Պարոն Հովհաննիսյան, խնդրում եմ հարգալից։ Այո, հարգալ ես անհարգալից բառ չեմ օգտագործել, կարծում եմ արձանագրում եմ ճշմարտությունները, պարոն Հովհաննիսյան, որը ցավոք սրտի շատ դաժան է։ Ու վախերի մասին եք խոսում, թե բա մենք ինչ-որ մարդկանց ենք ուզում վախեցնենք, հա։ Մենք ժողովրդի անունից ձեզ ենք վախացնում, ձեր վախը նենց ենք բռնելու, դուք էլ չեք էլ պատկերացնում։ Մենակ դուք եք մեր թիրախը, ով պետքա վախենա մեզանից, որպես ժողովրդի ներկայացուցիչներ այս ազգային ժողովում։ Հակաշներից օղարեք։ Հակաշներից օղարեք ասեցի, իսկ ինչ էր անում, իսկ ինչ էր անում, իսկ ինչ էր անում, իսկ ինչ էր անում, իսկ ինչ էր անում հոգևոր իշխանությունը։ Պարոն Հովհաննիսյան, խնդրում եմ, նախ մի հրարեք իրավիճակը դահլիճում եւ խնդրում եմ հարգալից խոսեք, նախազգուշացում կտամ ու նույնիսկ բարձրախոսը կանջատեմ, մի արեք այդ բանը։ Շատ լավ, պարոն։ Դա վերաբերում է բոլորին։ Շատ լավ, պարոն նախագահ, շարունակելով։